արկա իրողություններին անդրադառնալով հատկապես կցանկանայի անդրադառնալ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան այցին, ինչպես է գնահատում, հայտարարել է Կալասը, որ Հայաստանն ու Եվրոպան երբեք այսքան ավելի մոտ չեն եղել իրար, խնդրեմ։ Այդ կարգի հայտարարություններ ես որպես 10 տարվա եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ լսել եմ 2008 թվականից, երբ որ յուրաքանչյուր անգամ եւ հատկապես ՍԵՊԱ-ից հետո 17 թվականից հետո մշտապես հայտարարվում էր, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը երբևէ այսքան սերտ եւ այսքան մոտ չեն եղել եւ երբ որ մենք բացում ենք ՍԵՊԱ-ն, ապա տեսնում ենք, որ այս փճուրիկ թղթի կտորները, որ ստորագրվում է հիմա Եվրոպական միության հետ, բովանդակային եւ քաղաքական առումով դրանք 0 են եւ դրանք ոչինչ են 2017-ին ստորագրված ՍԵՊԱ-ի դիմաց, որի ընդամենը 40%-ն է կատարել այս իշխանությունը, բայց քանի որ խոսում ենք եվրոպական կառույցների մասին, ես ուզում եմ հիշեցնել ընդամենը օրեր առաջ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած մի խայտառակության մասին, երբ հայկական պատվիրակության ԿՊ-ական անդամները ուշադրություն հայ մարդը կապ չունի պատգամավորա թե չէ, տվյալ դեպքում ԿՊ-ական պատգամավորները հրաժարվել են միանալ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի բանաձևում առաջարկին, որը դատապարտում էր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը եւ որը կոչ էր անում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահող Արցախի ռազմաքաղաքական էլիտային եւ ամբողջ ադրբեջանական մամուլը բացեք Սլովը Բաքու կանալը եւ ես այդ ալիքում եմ տեսել գրված է, որ հայ խորհրդարանականները սոլիդար համակարծիք են եղել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության հետ եւ միասին տապալել են այդ դրույթների ներառումը նախագծի մեջ շրանից մեծ ամոթ, սրանից մեծ խայտառակություն ուղղակի դժվար է պատկերացնել։ Մենք քիչ առաջ տեսանք, որ մի հատ գրոհ է սկսվել Տաշիր ընկերության գլխամասի հանդեպ եւ առավոտյան Նիկոլ Փաշինյանը շտապեց իր հիմնական գործերը թողած, որտեղ վերջի ընթացքում նա երևի թե դարել է հանրապետության գլխավոր գինեկոլոգը եւ զբաղված է տարբեր հոգեվորականների կուսակրոնության ուսումնասիրությամբ, ըստ էության սպառնալից գրառում արեց, որ ով որ գնա ամսի 4-ին իսատարում Սամվել Կարապետյանի աշխատանքից կհեռացվի, խոսքը հեծ աշխատողների մասին է, իսկ կազմակերպիչները կկալանավորվեն։ Հիմա եկեք մի թեթև պատկերացնենք, որ նման տերորային հայտարարություն աներ նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ, որևէ նախագահ, վարչապետ իր պաշտոնավարման ժամանակ 3 վայրկյան հետո Հայաստանի վզից կբռնեին ու դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից, ասելով, որ այս հայտարարությամբ դուք ոտնահարում եք մարդու իրավունքը ազատ կամ արտահայտությունը ցույցերի երթերի մասնակցելու սահմանադրական իրավունքը, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, բայց ինչ ենք մենք տեսնում, մենք տեսնում ենք ոչ միայն քար լռություն միջազգային կառույցների կողմից, այլ տեսնում ենք սեփական կնոջ կողմից պարբերաբար ծեծ ուտող թույլ տանք անցնի, տեսնում ենք սեփական կնոջ կողմից պարբերաբար չափալախ ուտող Ֆրանսիայի նախագահի խայտառակ աջակցությունը այս խայտառակ արշավին, այս հակասահմանադրական արշավին դեպի հայ առաքելական եկեղեցի։ Հիմա սկսվում է Արմեն Աշոտյանի խայտառակ դատական նիստը, հիշեցնեմ 2 տարի 1 ամիս է, ահա այս դատարանում գնում է երևի թե Հայաստանի անկախության պատմության ամենախայտառակ, ամենաամոթալի քաղաքական հետապնդումներից մեկը։ Շնորհակալություն։